Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօր ես ձեզ հրավիրում եմ միասին խորհենք մի կարևոր թեմայի շուրջ։ Թողարկումը վերնագրել եմ այսպես, եթե պլան Ան չհաջողվի։ Այսինքն նկատի ունեմ այն, եթե ընդդիմությունը, որ ասենք հայտարարում է թե հաղթելու է, եթե հանկարծ չհաջողվի, ապա ինչ է լինելու երկրի հետ եւ այդ դեպքում ինչ պիտի անենք մենք կամ նրանք, ովքեր որ ընտրապայքարի են դուրս գալիս, այսօր ինչ անհրաժեշտ քայլեր ու ծրագրեր պիտի ունենան, ասենք այդ պլան Ան չհաջողելու դեպքում։ Այսինքն պլան B ունեն թե չունեն։ Հիմա նկատենք, որ մոտ 1 ամսից կսկսվի քարոզարշավը, իսկ քարոզարշավի ժամանակ տեղյակ եք սոսկալի աղմուկ է լինում, եթերը զբաղվում է, համացանցերը զբաղվում են, կոմպրոմատներ, միմյանց դեմ պայքար, ծրագրեր եւ այդ ժամանակ այսպես նորմալ խոսք ասել չի լինում այդ աղմուկի մեջ։ Եվ դա էլ հաշվի առնելով ես ինքս այդ ընթացքում թեևս դադարեցնեմ խոսք ասելը, հաղորդում վարելը, վերելք հաղորդաշարը, այդ ընթացքում ըստ ամենայնի դադար կունենա, գուցե այլևս չվերականգնվի, քանի որ եւ տեղյակ եք կայքը, որի շրջանակներում վերելքը եթեր է գրում, ինքն էլ լուրջ խնդիրներ ունի։ Ինչևէ, հիմա դառնանք մեր իրականություն։ Պատրաստվում են ընտրությունների, դա իրենց գործն է, դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Ընտրությունների վերաբերյալ ես իմ կարծիքը շատ ասել եմ, հիմա չմանրամասնեմ, համենայն դեպս ես գտնում եմ, որ ժողովրդին ակտիվացնել անհրաժեշտ է այդ ընտրությունների օրը, կարծես թե օրենքով սահմանված է, որ ասենք քաղաքական ուժերը վերարթնանան եւ ասենք փորձեն ժողովրդին ակտիվացնել, բայց հարցը այն է, իսկ ինչ է լինելու ակտիվացնելուց հետո։ Առաջինը նախ ինչ անել, որ այդ ակտիվացումը ինչ-որ դրական արդյունքների հասցնի, հաշվի առնելով էլեկտորատի վիճակը, նախկինում քվեների թվաբանությունը եւ այլը։ Այս թեմայի հետ կապված ես մի լուրջ վերլուծություն եմ ներկայացրել աղյուսակներով, թվերով մի քանի օր առաջ, ես ձեզ հորդորում եմ նայել մռայլ խորհուրդներ վարչապետություններին թողարկումը, որը կարող եք գտնել եւ Live News-ում կայքում եւ իմ Facebook-յան էջում, Telegram-յան էջում, ինչպես նաեւ Facebook-յան վերելք հաղորդաշար խմբում, որտեղ միայն վերելքի թողարկումներն են։ Ընդամենը հետեւյալը կասեմ այդ թողարկման որպես արձագանք, մեզանում կա հնուց եկող տենդենց իրականություն հետ հաշվի չնստել, իրականությունը հաշվի չառնել, խորությամբ այլ ինչ-որ ծրագրեր ունենալ, կյանքը ցույց է տալիս, որ դրանք ուտոպիական են։ Եվ ասենք ով էլ որ իրականությունը ներկայացնում է թեկուզ այդ մռայլությունը, որտեղ իրականությունը մռայլ է, ասենք նման մարդկանց ասում են հոռետես։ Ինձ քանի անգամ այդ պիտակը տվել են, որ ես հոռետես եմ, ես վհատեցնում եմ մարդկանց, իսկ իրենք ահա կգան, իշխանություն կփոխեն եւ այլը, բայց ամեն անգամ այն դրանք ովքեր որ լավատես էին, ես իրենց ասում եմ դուք ուտոպիստ եք, հետո չեր հաջողում եւ այդ մարդիկ դառնում էին իրենք են դառնում հոռետես, իսկ ես որ իրատես էի, հիմա էլ սկսում էի այդ հոռետեսությունից այդ մարդկանց հանել դեպի իրատեսություն, դեպի իրականություն։ Շատ կուզեմ, որ այս անգամ հունիսի 7-ից հետո նման իրադարձություն տեղի չունենա, այսինքն լավատեսները, որոնք ասենք ինձ եւ իմ նմաններին հոռետես են կոչում, չգնեն նորից հուսահատության գիրկը, բայց եւ այնպես, որպեսզի այդպես չլինի, որոշակի ինչ որ անհրաժեշտ գործողություններ պիտի արվեն։ Հիմա ես ասեցի շատ չեմ ուզում խորանալ այս ընտրություններին մասնակցողի ընտրաշավի հետ, առաջիկայում էլ չեմ խորանալու, ես ընդամենը ձեզ հրավիրելու եմ, որ մենք խոսենք մեր ազգակիրներիս վիճակի մասին, ինչ է սպասվում մեզ, ինչ անենք մենք, որպեսզի մեր տեսակը պահպանենք։ Բայց քանի որ հասարակությունը մտնում է ընտրական process, մենք պիտի մտածենք մենք ինչ դեր ենք ունենալու, եթե այդ ակտիվացրեցին ժողովրդին, մենք ինչ ենք անելու եւ այլ, որպեսզի ասենք մեր տեսակը չընկնի խոր հուսահատության մեջ։ Եվ եկեք մի հարց տանք նրանց, ովքեր որ ասենք գնում են ընտրաշավի, ես նկատի ունեմ ընդդիմությանը եւ ասում են, որ հաղթելու են իշխանությունը վերցնելու են։ Դա մեզանում եկեք ընդունենք, որ
իշխանությունը դու պիտի կարողանաս խլես, այդպես չի եղել ոչ մի անգամ, որ քվեները բացեն, ասեն, այո, մենք գնացինք, դուք եկեք, պիտի փորձեք խլեք։ Հիմա ումից եք խլելու իշխանությունը։ Եթե դուք գտնում եք, որ այդ մարդիկ են, ովքեր որ ավտոբուսով գնում գալիս են, ինչ-որ կառավարական շենքերում նստում, եթե դուք մտածում եք, որ իրենցից եք խլելու, այստեղ լուրջ հարցեր են առաջանում։ Եվ անգամ հայտնի մեր քաղաքական երևելի փաստում են, որ այս իշխանությունները թիկունք ունեն։ Ես հիմա կոնկրետ չասեմ, որ կողմից են, երևի թե ենթադրում եք, եթե դատողություն ունեք, ես ընդհանրապես հիշեցնեմ մի քանի դեպքեր, երբ որ ընդդիմությունը փորձել է իշխանություն վերցնել։ Ռումինիայի դեպքը վերցնենք, երբ որ ընդդիմադիր տեխնացուն հաղթեց, արդար, ազատ, թափանցիկ ընտրություններով հաղթեց։ Բայց ընտրությունները բեկանեցին, այնտեղ իրենց այդ արտաքին ուժերը, այսպես հատուկ մի ինստիտուտ ունեն, ինստանցիա Ռումինիայում ասեցին հայտարարի, որ ռուսական ազդեցություն է եղել եւ այդ ընտրությունները, այսպես ասած, ջրեցին, նորից ընտրություն արեցին, հաղթած տեխնացուին թույլ չտվեցին, որ մասնակցի, իրենց մարդին տարան դրեցին։ Այսինքն չկարողացան իշխանությունը խլել։ Իշխանությունը ոչ թե ժողովրդի ձեռքին էր, այդ իշխողները, որ վերցրին, այլ ավելի հզոր մարդկանց ձեռքին էր։ Նույն Մոլդովայի օրինակը հիշենք, երբ որ այնպես արեցին, որ ընդդիմությունը չկարողանա իշխանությունը խլել։ Տեղյակ եք երևի, թե այն առանցքային ընդդիմադիր կուսակցությունը չգրանցեցին, դա դեռ քիչ էր, կներեք, դա դեռ քիչ էր, հիմա եթե կարողանամ անջատել իհարկե։ Դա դեռ քիչ էր, նաև այն տեղամասերը, որտեղ ասենք ընդդիմադիր հատվածն է ժողովրդի, այնպես արեցին, որ այդ մարդիկ խնդիր ունենան ընտրատեղամաս հասնելու։ Այսպես ինչ որ հեռու տեղերում տարան իրենց ընտրատեղամասը դրեցին, այդ մարդիկ չկարողացան գնան, դա էլ քիչ էր, ասենք, դրսերում ինչ որ կազմակերպեցին, իբր մոլդավացիները քվեարկել են եւ այդ թվերը իրար գումարելով մի կերպ իրենց տեխնացուին այդ հզոր ուժերը պահեցին, հասկանում եք։ Հիմա այս ամեն ինչի եմ ասում, դուք տեղյակ եք երևի, որ այստեղից դիմել են Եվրոպային, բա մեզ նոր մարդիկ հել ուղարկեք, որպեսզի այսպես մոլդովական սցենան փորձեն անել եւ ամեն ինչ սպասելի է։ Հատկապես որ հակառուսականության հասցեագրում արվում է այստեղ խիստ ձևերով, երևի հետևում եք, նկատում եք ու չի բացառում, որ հենց դա էլ որպես մատի փաթաթան իրենք հրահրում են, հետո իրենք էլ ասենք դա կարող են օգտագործել, որ ասենք հա տեսեք եւ անենան ինչ որ ասենք Մոլդովաներում հատկապես որ ցանկացողներ կան դրսերից։ Հիմա այս ամենը հաշվի առնելով ես ուզում եմ հասկանալ ընտրություններին գնացող ընդդիմադիր ուժերի վստահությունը, որ ասում են իրենք ուզում են իշխանություն խլեն, հասկանում եք։ Երբ որ մի իրավիճակ է երրորդ հանրապետության պատմության մեջ, իշխանությունները ունեն հզոր թիկունք, որոնք այսպես կանգնած են անսասան իշխանությունների թիկունքում։ Ոչ մի անգամ այսպեսի իրավիճակ չի եղել, որ իշխանությունների կողքին ինչ որ հզոր ուժեր կանգնած են, այս կամ այն չափով եղել է, բայց այս աստիճան չի եղել։ Ու եթե նախկիներում չի ստացվել այդ իշխանությունը խլել, հիմա հարց է առաջանում կստացվի արդյոք, երբ որ իրավիճակի, երբ որ համեմատում ես ընդդիմության համար շատ ավելի վատ վիճակ է, քան նախկիներում։ Հիմա շատերը ասում են, ահա ժողովրդի մոտ դժգոհություն կա, ինչ որ չափում են, ինչ որ ձևերով տոկոսներ են ստանում, բայց միթե ժողովրդի դժգոհությունը մեր նման երկրներում գործոն է։ 96 թվականին գոհ էր ժողովուրդը, տվեցին իշխանությունը կարողացան, կամ այն մյուս տարին ինչ է, գոհ են եղել, երբևիցե ժողովուրդը գոհ եղել է, միշտ էլ ընտրություններ որ եղել է, ինչ-որ խնդիրներ են ծագել, այսինքն ժողովրդի դժգոհ լինելը անհրաժեշտ պայման է, առանց դա դուք չեք կարող, բայց նաև պարզում է, որ բավարար չէ։ Այսինքն սա պիտի հաշվի առնեն մեր ընդդիմադիրները, որպեսզի չտանեն, մարդկանց չակտիվացնեն, ոգևորեն, հետո տանեն նորից կահավիժմանը, սա երևի թե վերջի անգամը կլինի։ Հաջորդ դիտարկումը, որ ես կուզեի անել, ուզում եք ընկալեք որպես հազանգ, ինչպես կուզեք,
բոլոր այդ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունները կամ անհատները, որոնք կգնան ընտրությունների միասնական ինչ-որ ճակատ չկազմելով եւ թեկուզ մեկ քվե կփոշիացնեն, այսինքն չեն անցնի այդ քվեները ընդհանուր ընդդիմադիր ճակատից կզրոյանա, դեռ մի բան էլ դրանք կգնան գումարվեն հաղթող իշխանականի, եթե այդպես լինի, ու նույնիսկ իրենց ներկայությամբ ջուր կլցեն նրանց այդ իշխանությունների ջրաղացին, նրանք որակվելու են որպես ազգի գերեզմանալ փոր եւ մերժվելու են հավերժավիճանս, թող սա իմանան։ Ես ինքս նպաստելու եմ, որ այդպես լինի, ու դեռ էլի կոչեր կհնչեն, ուրիշներն էլ հնչեցնում են, որ նման բաներ չանեք, որովհետեւ ես հաշվարկներ ներկայացրել էի ընդդիմությունը տարբեր տարիներին առնվազն 100,000 եղել մինչև 200,000 քվե փոշիացրել են։ Չեն համաձայնվել, ամեն մեկը իր էշնեկշ է գնացել ընտրատեղամասը, չի անցել շեմը, այդ կորերից հետո միացնում էին, լուրջ խնդիր էին ստեղծում իշխանավորների համար։ Նույնն է նաև հիմա պիտի անի։ Այս նախաբանից հետո հիմա եկեք քննենք հետևյալ իրավիճակը։ Եթե իսկապես պլան ան չի աջակցվում։ Ես չասեմ ինչ կերպ։ Չի ստացվում իշխանությունը վերցնել։ Հետո ինչ է լինելու դրանից հետո։ Հատկապես որ նորից եմ ասում, ես չեմ հիշում, որ ընտրություններով իշխանություն փոխված լինի։ Բայց դնում եմ մի կողմ։ Ենթադրենք թե չի հաջողվել։ Հավանական է, չէ՞ որ չհաջողվի։ Ուրեմն ոչ մի շարժում, ոչ մի ընտրաշավ, հետընտրական կամ այսպես այլ առիթներով առաջացած Եթե նայեք, պլան ան չի հաջողել։ Բացի 2018-ը դա մերը չէր, հիմա դուք արդեն հասկանում եք։ Բոլորը հանգեցրել են հուսահատության, քանի որ ասենք մեր քաղաքական դաշտի մտածողությունը գծային ասենք, գծային, այսպես ուղիղ, մեկ քայլ, այսպես։ Իսկ որ հարցնում ես, եթե հանկարծ սա չստացվի, դուք ունեք այն մյուս տարբերակը, այդ մասին արդեն իրենք չեն խոսում։ Հաղթելու ենք ու վերջ։ Իսկ եթե չհաղթեք, այդ մասին մտածողություն չկա։ Անկամ չեն կարողացել իրենց այդ քաղաքական պայքարով, որ կարողացել են հազարավոր, 100,000-ավոր ժողովուրդների ակտիվացնել, պլան ան չի հաջողվել, անգամ չեն կարողացել որոշակի զիջումներ կորզել իշխանություններից, որ գոնե ասեն, ահա տեսեք, մենք պլան ան չի, իշխանություններին չհեռացրենք, բայց հարգելի ժողովուրդ, ահա ձեզ հետ միասին մենք այս փոփոխությունները դրական բերեցինք երկրին։ Սա էլ չկա, դուք չեք կարող ցույց տալ։ Մինչդեռ կյանքը ինքը այդ նման հնարավորություններին ծռել է։ Երեք թերևս առաջի առաջարկը, որ արվել է երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ, թերևս իմ կողմից է հնչել 2003 թիվներ, կարծեմ ընտրություններ էր էլի, նախագահական պայքարներ, ես հաղորդում էի վարում եւ առաջարկում եմ հարգելիներս, ինչքան ես եմ հաշվարկում իշխանության ուժային ռեսուրսները, ժողովրդի տրամադրվածությունը եւ այլը, քիչ հավանական է, որ իշխանությունը դուք կարողանաք խլեք։ Իսկ եթե դուք գնաք պայքարների իշխանությունը չկարողանաք խլեք, իհարկե այդպես էլ չկարողացան խլել, այդ դեպքում ասում եմ, ավելի ճիշտ չի լինի, որ գնալ այդ իշխանավորների հետ նստել, բարձրագույն եւ ասել, գիտեք ինչ կա։ Մենք ձեզ չենք սիրում, դուք էլ մեզ չեք սիրում։ Մենք ձեզ չենք կարող հեռացնել, չեն կարող խլել ձեզանից իշխանություն, բայց կարող են մեզ դարձնել, ձեզ դարձնել ոչ լեգիտիմ։ Դուք դառնալու եք այսպես ուզուրպատոր, անգամ դրսերում իմանալու են, որ դուք իշխանություն կեղծել եք եւ դուք խնդիր եք ունենալու։ Դուք հարգելի իշխանավորներ կամ չհարգելի, այսքան գումար ծախսելու եք, չէ՞, քարոզչություն եւ այլը, ինչ որ օրիգարխների, ոստիկանների խնդրելու եք, որ այնտեղ բշտեն մարդկանց, որ ձեզ համար քվեներ ապահովեն, հետո դուք այդ մարդկանց պարտք եք մնալու, մոնոպոլիա եք տալու եւ այլը, որից մենք էլ ենք տուժելու, երկիրն էլ է տուժելու, հետո քանի որ ընտրակեղծիքների մասին տվյալներ է գնալու, ինչ որ երկրներ այնտեղից ձեզ շանտաժ են անելու, որպես ես ամեն ինչը չլինի, ես առաջարկում եի գնացեք, ասեք, ահա ձեզ 10 կետ, միջև ընտրությունները։ Այս 10 կետից, որ 3 կամ 4-ը դուք կիրականացնեք, միջև ընտրություններ, հաստատեք, օրենքներով կիրառեք, եթե դուք դա անում եք, մենք գալիս ենք, այնպես ենք անում, որ դուք պրոբլեմ չունենաք, դուք ընտրվում եք, բայց այս 4-ին քայլերը անում եք։ Իհարկե իմ առաջարկը չընդունեցին,
Դուք պատկերացրեք, որ դա լիներ։ Ու ելի է եղել հնարավորություն 2008 թվականին, ես հիշում եմ, ելի ճիշտ է բախումներ եղան, բայց հանդիպումներ են լինում ընդդիմության եւ իշխանության միջև։ Ելի չեղավ այդ միջինը չգտնվեց, որ իշխանություններից որևէ բան կորզեին, որովհետեւ ինչպես մի ժամանակվա մի իշխանավոր ասաց, ընդդիմությանը մենք որ բանակցում են, ասեց ընդդիմությունները մեզ ասում են կամ այս ձևով մերեք կամ այս ձևով մերեք, ոչ թե ընդդիմությունը զիջում է ուզում, այլ ասենք ասում դուք ընտրեք ձեր ինքնասպանության ձևը։ Եվ ոչ մի բան էլ չեղավ։ Գանք 2013-ին, ես արդեն ես 100% գիտեմ, որ բարձրագույն իշխանությունը, հիշում եք էլի ինչ որ տես քաոս ընտրություններից հետո շարժումներ եւ այլը, 100% գիտեմ, որ իշխանությունները պատրաստ էին ընդդիմությանը զիջումների գնալ, հիշում եք այդ հրապարակային խոսում էին հանդիպենք, զիջենք, ինչ որ քննարկենք եւ այլը, ես 100% գիտեմ, որ իշխանությունը պատրաստ էր մի քանի նախարարություն տալ ընդդիմությանը, 100% ճշմարտություն եմ ասում։ Եվ ես դա իմանալով ինձ հրավիրել էին մի մամուլիակում եւ ես այն ժամանակվա ընդդիմության առաջնորդին հորդորեցի, ասացի հարգելիս, դու կարող ես ընդհանրապես ամեն ինչ կորցնես, որտեղ ես հաշվարկում եմ իշխանության ուժը միշտ էլ երիքել է որ ճնշի։ Ես ասում եմ հնարավոր է ամեն ինչ կորցնես, այդ դեպքում ես մարդիկ հուսահատվելու են, դու էլ բարոյապես մեռնելու ես, քեզ հետո էլ չեն հիշելու կամ վատ են հիշելու, գնա վերցրու ու նույնիսկ ասում են որ նախարարությունը որ իշխանությունը կտարի իր համար բեռեր, հասկանում եք, կրթություն եւ մշակույթ, ասում են գնա վերցրու, որ ամենառանցքային է դրա, եթե դուք ուզում եք երկրում ինչ որ բան փոխեք, ամենառանցքային է դրանք։ Ես ասում եմ այդ երկու նախարարությունը վերցրու, քո շարժումն էլ պահի, քո շարժումը մցրու այդ նախարարությունները շարժման վրա ազդեն, դու դա պահի, ընդլայնի, դու էլի շարունակաբար կունենաս ազդեցության լծակներ եւ իշխանության վրա, եւ եթե դու կրթությունն ու մշակույթը ճիշտ հիմքերի վրա դնես, դու երկրի շատ մեծ փոփոխություն կբերես դրական։ Բայց ինչպես գիտեք, էլի ինչ որ ընդդիմությունը չափի շատ բան ուզեց, իշխանություններն էլ ասեցին ոչ ու ոչինչ էլ չստացանք։ Ասեք, տեսեք, քանի դեպք ես նշեցի, որ կարելի էր ինչ որ աստիճան փոփոխությունների գնել եւ մենք ուրիշ պետություն կունենայինք։ Բայց այսօր դա չի աշխատի։ Այսօր զիջում բացառում է, որովհետեւ եթե գնան բանակցելու, ասենք ընդդիմություն այն նույն սեղանին Հայաստան չեն։ Ում է պիտի բանակցեն, դրսերում են։ Դուք էլ լավ գիտեք։ Այսօր բացառվում է, մենք է շանսը կորցրել ենք, դժբախտաբար։ Հիմա ես որ ասում եմ պլան B պիտի ունենանք, որ ասենք ինչ է ենթադրենք մենք չկարողացանք իշխանությունը վերցնել, այդ դեպքի համար ինչ ծրագիր մենք պիտի ունենանք։ Ինձ ասում են ինչ գնանք հիմա մենք ժողովրդին ասենք, որ եթե չհաջողվի այսպես ենք անելու մարդիկ կհավատվեն։ Ես ասում եմ ոչ, մի ասեք, դուք ինքներդ ձեզ համար ունեցեք այդ ծրագիրը եւ փորձեք գործել։ Որովհետև ինձանի խելացի մարդիկ ասել են, հիմնավորել են, որ եթե դուք ուզում եք իրապես նոր որակի իրականություն ունենաք, նոր որակի հասարակական հարաբերություններ, նոր որակի պետություն ու ընդդիմադիր եք, այդ ձեր ուզածի 95%-ը պիտի անեք մինչև իշխանության գալը։ Ընդդիմադիր ժամանակ պիտի դուք այդ 95%-ը անեք, այդ ձեր նոր պատկերացրեցի։ Ինչ է ինձ ներկայացնում այդ 95%-ը։ Կամ այդ մասին հետո, բայց հիմա հարստանք այն նրանց ովքեր որ հիմա գնում են պայքարի, ինչ են անելու, եթե հանկարծ իսկապես չկարողանան իշխանությունը վերցնել, ինչ են անելու այն տասնյակ հազարավոր, գուցե 100,000-ավոր ակտիվացված իրենց կողմից ակտիվացված մարդկանց հետ։ Թողնելու են բախտի քմաճույքին, ձեռքերը լվալու են, ինչպես եղել է միշտ։ Եկեք հետ նայենք, ես այս թվեր ներկայացրել էի 2021 թվականի ընտրություններից հետո մոտավորապես մի քիչ կես միլիոն քվեկար, ընդդիմադիր քվեկար։ Տրամաբանական կլիներ, որ այդ ընդդիմադիր կես միլիոնին մարդիկ տանեին ինքնակազմակերպման, որ չծղողվեր, չվերանար, չվհատվեր։ Ինչ արեցին։ Ոչինչ։ Նույնը լինելու է հիմա, ասենք թե եկավ հունիսի 8-ը եւ չհաջողվեց
Ինչ եք անել, ինչպես եք հուսադրելու այդ մարդկանց, թե էլի թողնելու եք, ասեք չստացվեց եւ արդեն վերջին անգամ այս մարդիկ կգնեն, թե գահավիժեն այդ հուսահատության այն անդունդի ամենատակը։ Այդ 5 միլիոն մարդում կազմակերպել էր պետք, որ այսօր եթե որ դու գնում եք ընտրության, 0-ից չսկսեիք, ունենայեք արդեն ձեր բջիջները ամբողջ երկրի տարածքով։ Խոսքը վերաբերում է նաեւ բոլոր շարժումներին, էլի տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս գալիս։ Դրանց էլ հարկավոր կազմակերպել, ինչ որ կառուցվածքայնացնել։ Ես ասել եմ, նորից եմ ասում, Հայաստանի 3-րդ հանրապետության ընթացքում կայացած ամենաթույլ շարժումը, որ ամենասակավամարտն էր, նրա մասնակիցների կեսը հերիք էր, որպեսզի երկրում աստիճանական քայլերով գնային երկրում ինչ-որ փոփոխությունների։ Եթե իհարկե այդ ուժերը առաջնորդները պատկերացնում են ինչ է դա եւ ինչպես է պետք անել։ Բայց ասեք, արդյոք չկա։ Միթե այդ շարժումների առաջնորդներին չի ասվել այդ մասին։ Միթե իրենց առաջարկներ չեն ներկայացվել անձամբ կամ հերվար հրապարակային իրենց հասցեներով։ Չի ասվել, հարց եմ տալի։ Ես որ անձամբ բոլորիդ էլ այդ առաջարկը ներկայացրել եմ, բայց ունենք այսօր վիճակ։ Իսկ հիմա այս մասին մտածող կա, արդեն անուններ են երևում, շարժումներ այս մասին մտածող կա։ Հիմա մեկ այլ հարց, եկեք քննենք։ Ասացի, մարդիկ ուզում են պետության այլ որակ, չէ, ծրագրեր են գրում եւ այլ ովքեր որ մասնակցում են, դա պարտադիր է։ Ասենք իրենք ինչ որ մի խնդիրների լուծում են պատկերացնում եւ ինչ որ տեսլական ունեն այլ որակի պետության։ Աշխարհի կարգը էսպես էլի, ովքեր են հաջողում, ես ասացի 95%։ Պիտի կարողանաք ցույց տաք, ասենք շարժում եք, կուսակցություն եք, քնում եք այսպես ընտրաշավիների, պիտի կարողանաք ցույց տաք այդ ձեր պատկերացրածի փոքր մոդելը, ոչ թե թղթերը ցույց տաք, ասեք, հա մենք սա ենք անել, սա ենք, խոսալով չի, կանչեք, ասեք, ահա տեսեք, պարոն Բեբանյան, պարոն Մուսեր, ասեք փոքր սարքել ենք, մեր համակիրներով, մեր շարժումով, մեր կուսակցությունով, ահա տեսեք, մենք սա ենք ուզում, որովհետև խոսալով 91-ին էլ խոսալով եկան, 98-ին էլ խոսալով եկան, 2018-ին էլ խոսացին չէ, սա աղսական եք, ինչ ստացվեց, ոչ մի բան չստացվեց, որովհետև ես ինչքան աշխարհի փորձը նայել եմ, հաջողված, որ ասեն գալիս են եւ արմատապես փոխում են, ընդդիմադիր ժամանակ այդ 95%-ի մեջ իրենք կարողանում են ստեղծել այդ ապագա պետության փոքր մոդելը, որտեղ այն հասարակական հարաբերություններն են գործում, որոնք իրենք հետո ուզում են, որ ողջ երկրով լինի։ Հասկանում եք։ Հաջորդը, իհարկե սա չկա, մենք չենք տեսնում։ Հաջորդը ենթադրենք եկան իշխանության։ Աստված, ես շատ կուզեմ, էլի։ Եթե ես այսպես մռայլ գույներով ներկայացնում եմ, դա ոչ թե չուզողությունից է, այլ որպեսզի չհաջողելու հավանականությունը փոքրանա, որպեսզի մարդիկ նորից նույն շարժումների նման վերջում 100% հուսահատություն չլինի։ Գոնե մի հեռավոր լույս տեսնի, ու իմս տառապանքը դրա համար է, որ փորձենք վատ սցենարի դեպքում մարդիկ չգնան հուսահատության անդունդի հատակի, չէ՞ թեկուզ հեռավոր լույս տեսնեն։ Հիմա ասենք եկեք իշխանության։ Դուք տեսնում եք, չէ՞, հիմա բացահայտ իշխանական համակարգի վիճակը, որ վերցնես պիտանի չի։ Այացեով վերջացրած ուզում ասես սկսած, ոստիկանություն, դատական համակարգ, ամեն ինչը Հովհաննես Թումանյանի են կանխատեսը ճիճվի կերած պտղի նման է։ Ինչպես եք դուք կարողանալու փոխել։ Այդքան նոր մարդիկ որտեղից եք բերելու, որ լցեեք այդ համակարգերը, որ ասենք սկսեն աշխատել։ Ուրիշ ձևով ձեր պատկերացրած, ինչպես եք դա անելու, կարող եք ասել, հաշվել եք քանի կադր կա, որտեղից է ձեր նոր մտածողության կադր ունեք փորձառություն ունեցող, այդ ոլորտի փորձառություն ունեցող կադր, որտեղից եք բերելու, ու մյուս նշածես իշխանափոխություններից հետո որ ջախջախումներ եղան, նաև այս է պատճառը, մարդիկ եկել են ոգևորված, բայց այդ կադրերը չկան, այդ հին համակարգն ինչ որ ճիճվի կերած է։ Իսկ այսպեսի մի բանաձև է ես ասում դեռ անցյալ տարի վերջերից, որ եթե դուք եկաք իշխանության, հեղափոխություն կամ եւ այլը, 9 ամիս ժամանակ ունեք։ 9 ամսում եթե դուք չփոխեցիք,
արմատական, սկսելու է ձեր հրաժարականը պահանջել։ Իսկ դա որպես բանաձևս էսպես էր, եթե խանդավառությամբ եկել եք իշխանության, առաջին 9 ամսում եթե ձեզ ծափահարեցին, ձեր ձեռքերը բեր 9 ամիս հետո արդեն ձեր հրաժարականն են պահանջելու։ Իսկ եթե առաջի 9 ամսում ձեզ պախարակեն, նրանք ովքեր ձեռքերը բերեն 9-րդ ամսից հետո արդեն ձեզ գովալու են։ Որտեղ ինչ է ակնարկում, դուք գալու եք եւ սկսեք արմատական փոփոխությունը ցավացնելով շատերին։ Իսկ եթե եկաք ինչ-որ հույս ունեք, որ համարտիկ ուրիշ ձև կգործեն նախարարություններում կամ եւ չի ստացվելու։ Ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ սա բարդ է, ծանր բարդ գործ է, սա պետք է հաշվի առնեք, այսպես խանդավառվելով չի էլի։ Ասենք թե վերցրիկ իշխանությունը։ Հիմա ինչ անենք մենք, որ ենթադրենք թե չի հաջողվել եւ նոր գահավիժում չլինի։ Այսպես ճիշտ է, որոշակի հուսահատության անկում կլինի, բայց միշտ շարժումների նման չլինի, որ գնան ասենք հուսահատության են ամենաներքևը։ Ինքը ճիշտ են ու տեսնեն լույս, որ ինչ որ բան կա։ Ինչ անել, որ գահավիժում չլինի։ Հիմա մտածենք այդ մասին, չի ստացվել։ Շատերը արդեն ահազանգում է, եթե հունիսի 7-ին չկարողանանք սրանց հեռացնենք, երկրում աղետ է լինելու։ Կասկած չկա, որովհետև նախ իսկ ինչ է հիմա աղետ չի։ Հիմա էլ աղետ է հասկանում, պարզապես մարդիկ ասում են Հայաստանը չլինի։ Հիմա աղետ է։ Տեսնողը տեսնում է, իսկ մենք հակազդում ենք քաղաքական դաշտով ընդդիմադիր, ինչ որ չափով գոնե դեմ առնում ենք, ընկալումը կա եւ հնարավորության սահմաններում դիմակայություն կա, չկա, ոչինչ էլ չեն կանում։ Ինչու չեն կանում։ Հիմա լավ, եկեք մտածենք, իսկ ինչ առաջարկենք, ենթադրենք դուք եք։ Ես էլ ձեզ հետ գնում ենք ընտրապայքարի, գնացել ենք ու չի ստացվել։ Այդ դեպքում ինչ առաջարկներ անի, որ ինչ ունենանք զինանոցում, ինչ քայլեր անենք, որպեսզի տարբերվենք մյուս շարժումներից, որպեսզի ասենք չմոռացվի ու մարդկանց լիակատար անհուսություն չբերի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօրվա ընտրապայքարի դուրս եկածները, որոնք շուտով կգրանցեն, ոչ մեկ էս հարցի պատասխանը չունի։ Մեծ մասին ճանաչում ենք, նրանք էլ ովքեր որ թարմ են, այս մասին պատկերացում անգամ չունենք։ Հիմա եկեք խորհենք միասին։ Դրացել ենք շարժումների պայքարի չի ստացվել։ Ինչ անենք, վասեցիք աղետ, չէ, աղետ է գալու, ոմանք ասում են Հայաստանը կվերանա, թեպետ եթե անկեղծ լինեք, Հայաստանի չկա էլ, ուրիշինն է։ Համենայն դեպս ռեալ է, չէ, որ էլի շարունակեն խորացնել այդ քայլերը եւ ասենք շատ փաստի առաջ կանգնենք։ Եթե խորացնեն ինչ ենք անելու։ Որպես ես հարցի պատասխանը տակ ու չբավարարվենք անիծելով, պախարակելով, որը անիմաստ է, մենք պիտի փորձենք հասկանալ։ Իսկ որ ուղղություններով են իրեն գործելու, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Այդ ուժերը, որ կամ Հայաստանը վիրանա, կամ այստեղ անուն եթե մնա, այստեղ մի ժողովուրդ լինի, բարոյանը մանկուրտ, որ ոչ անցյալ ունի, ոչ ինքնասիրություն ունի, այսպես ինչ որ ապրում է էլի։ Իմ կարծիքով աշխատելու են հետևյալ ուղղություններով. կրթության, ենթադրում եք ինչ են անելու, մշակույթի, սոցիալական խնդիրներ, որ ունենան մարդայից, եթե սոցիալական ծանր վիճակի մեջ են, ինքը արդեն ազգայինեք այդ կարգի գաղափար, իր ուղեղը դրանք չի էլ ընկալում, տնտեսական դժվարություններ, հատկապես մանրում միջին տնտեսվարողներին, որոնք այս կամ այն չափով անկախ են, առողջության ասպարեզում են պրոբլեմներ սարքելու, որ դուք վատանաք, հատկապես այդ անընդհատ, որ ձեզ վատ լուրեր են գցում, դուք երևի չեք զգում, բայց աշխատում են այդ ուղղությամբ, ձեզ պահում են նախաինֆարկտային վիճակով, ինչ-որ մեխանիզմներով, այդ մասին մանրամասն խոսացել եմ, աշխատանքի խնդիրներ են ստեղծում այս ու այնտեղ, որպեսզի մարդիկ պրոբլեմներ ունենան, կրոնի հետ կապված, տեսնում եք ինչ որ ուզում են քանդու քարափանեն, որպեսզի մարդուն այդ պահող միացնող առանցքը չլինի, այս ուղղությամբ են աշխատելու։ Մի ոլորտ էլ կա, որը ձեր ուշադրությունից շատերի վրիպում է, դա գյուղի ոչնչացումն է, գյուղատնտեսության նախարարության վերացում, այսպես պրոբլեմներ ստեղծել, որ մարդիկ կան, այնտեղ բարեկ, մարեկ եւ այլը, այստեղ ապրելու ինչ որ մի ձև կա քաղաքում, այնտեղ չկա, որպեսզի գյուղը դատարկ, եթե գյուղը դատարկվում է, բացի պարենային անվտանգությունը, ժողովուրդը զրկվում է կենարար արժեքներ բերող
տեսակից, այդ վտակից, որ գյուղը միշտ տվել է, ասենք, երբ որ երեխան ապրում է այնտեղ, մանրամասն չնկարագրեմ, որ գյուղում ապրում է, գիտի ինչ է, որ չի ապրել, իմաստ չունի բացատրել, արդեն դուք կզրկվեք իրական մտավորականներից, բանաստեղծներից, գրողներից, երաժիշտներից, նկարիչներից, որտեղ եթե երեխա ժամանակ հոգու լայերը չաշխատեն բնության հետ շփվելուց, այս ասֆալտի վրա ինչ եք ունենալու, այս եւ ելի մի շարք գողություններով գրոհելու են մեր վրա։ Հիմա իսկ գլխավոր հարվածում դեմ է լինելու։ Այստեղ լիքը ժողովրդի շերտեր կար, որ իրենց համար մեկ է, այս ամեն ինչը լինի, չլինի, դուք հասկանում եք ում մասին է խոսք կանոններ եք տալի, գլխավոր հարվածը լինելու է մեր տեսակի դեմ, որոնց ես կոչում եմ ազգակիր, այ իրենց վրա այդպես ազդել, որ իրանք 1 սերունդ, կես սերունդ, 2 սերունդ հետո արդեն բոլորը լինեն այն մի տեսակից, մեր տեսակը քչանա։ Սա է լինելու իրենց նպատակը, գլխավոր հարված, ասենք, ուղղվելու է ազգակիր հատվածի դեմ։ Ու քաղաքական ընդդիմադիր ուժերի գործը հենց պիտի լինի ու լիներ այս դիմակայության մասին մտածելը, որտեղ եթե դուք դուրս եկեք քաղաքական ասպարեզ եւ ընդդիմադիր եք, սա վտանգն է, դուք պիտի անհանգստանաք այսօր, հասկանում եք հենց այսօր, ինչ պիտի արվեր կամ պիտի արվի, ենթադրենք մենք էլ մի քաղաքական հոսանք էր, այսինքն պիտի փորձեք հնարավորինս այս հարվածներին դիմակայել ինչքան որ կարող ենք, իսկ որպեսզի դա արվի, հարկավոր է այդ տեսակը, որի դեմ ուղղված է հարվածը, նրա համար զանգ հնչեցնել եւ հրավիրել եւ ասել հարգելիներս, մենք մեր դեմ այսպես չհայտարարված պատերազմ է գնում, անբացահայտ եւ եկեք, եթե մենք ուզում ենք մեր տեսակը չվերանա, իսկ մեր տեսակը հենց ազգի առանցքն է, առանց այդ տեսակի ժողովուրդ չկա, գիտեք ինչ է, այսինքն մենք պիտի մտածենք ինչպես ենք դիմակայում կրկնեմ ասպարեզները կրթության, ասպարեզին, մշակույթի, սոցիալական, տնտեսության, առողջական, աշխատանքային կրոնի, գյուղի այդ հարվածներին։ Մենք պիտի փորձենք դիմակայել կամ եթե մեր ուժերը չէ, գոնե անցնենք ինքնապաշտպանության։ Մենք մեր տեսակին տանք այն կրթությունը, այն մշակույթը, որի կարիքը կա, մենք մեր սոցիալական խնդիրները փորձենք լուծենք մեր այսպես մանրու միջին գործարարներին, այնպես անենք, որ իրենք չսնանկանան, աշխատանքի տեղ, խնդիր եւ այլը, մեր կրոնը պահենք, գյուղերը պահենք, ասիկ այս ուղղությամբ պիտի աշխատանքներ արվի։ Եթե չենք ուզում, որ ասենք, այն մսկոմը այսպես լիակատար հաղթանակ ունենա։ Ինչպես սա անել։ Պարզ է, որ ասեք, ինչա որ մի խումբ հավաքվենք, ինչը որ ընդունված է, եւ բոլորով ամեն ինչով զբաղվենք, հա, ինչպես են անում, միտեղ խնդրեմ կա, կրթության բոլորը գնում են, այնտեղ սա եղավ, հետո մշակույթի բոլորը այնտեղ։ Իսկ կարգ էսպես չի։ Դուք այդ ազգակիրներից որում ենք խումբ ասում ենք, խնդրեմ դուք կրթության խնդիրներով զբաղվեք, ինչպես դիմակայել, ինչպես մեր երեխաներին հնարավորության սահմաններում տանք իրական կրթություն հաշվի առնելով հիմիկվա տեխնոլոգիական հնարավորությունները, այսինքն յուրաքանչյուր ոլորտի համար պիտի ստեղծել խմբեր, ուզում եք ակումբ ասեք, ուզում եք խորհուրդ ասեք, ես ամենայն դեպս խորհուրդ բառն եմ օգտագործում։ Եվ այս ընթացքում, ենթադրենք մենք սա սկսում ենք անել, չէ՞։ Դեք ինչ է լինում։ Մենք սկսում ենք կադրեր աճացնել, կադրեր կրթության ոլորտի, կադրեր մշակույթի ոլորտի, որոնք կարողանում են կազմակերպել որոշակի թվով մարդկանց համար այդ համակարգը աշխատացնել, հասկանում եք։ Այստեղ նաև անվտանգություն կա, պաշտպանություն, համայնապետության բոլոր ֆունկցիաները պիտի լինի, եւ մենք սկսում ենք կադրեր աճացնել։ Ես հիշում եմ ձեզ ասեցի, ընդդիմադիր ենթադրեք եկաք իշխանություն, կադրերը որտեղից եք բերելու։ Այստեղից եք բերելու, եթե դուք սա անում եք, դա պիտի առած լինեիք, եթե բայց նույնիսկ այսօրը սկսեք, էլի ամիսուկես, 2 ամիս հետո դուք ունենաք գոնե կադրեր, որոշակի որ պատկերացում ունեն, իրենց կբերեք եւ ոչ թե զրոյից են մտածեք ում բերենք, հետո բերենք, տապալվեն։ Այսինքն սա կարևոր բան է։ Այսինքն տեսեք, սա որ անում եք ընտրությունների, եթե հաղթեք, էլի ձեզ օգտակար է, չհաղթեք, էլի դուք այդ գործը շարունակում եք, հասկանում եք, ձեր գնացք շարունակում եք գնալ եւ ոչ թե միանգամից ընկնում եք։ Հաջորդը ձեր գաղափարները փորձարկում եք։ Այ հիմա դուք գրել եք, ծրագրեր եք գրել, գանք իշխանության կանենք, բա կարող չի ստացվում։ Որտեղ եք փորձել։ Կարող ժողովուրդը չի կարող, ու դες պարզ ասել եմ, ոչ մի քաղաքական ուժ մեր ժողովրդի վերաբերյալ ծրագիր չունի։
Այդ ծրագրերը, որ դուք կարդում եք, մեկ այլ գոյություն չունեցող ժողովրդի համար է։ Ես այդտեղ շատ չխորանամ։ Այսինքն սա է մի ասպարեզ է, դուք ասեք ազգակիների մեջ ձեր ծրագրերը փորձարկում եք եւ տեսնում եք որտեղ թերացակ ինչ է պետք շտկել եւ ոչ թե գաք իշխանության փորձեք, դուք գաք իշխանություն ժամանակ չեք ունենալ։ Ես ասեցի 9 ամիս է ընդամենը։ Այնտեղ օրախնդիր եք ունենալու, ասա չկա, հաշ չկա, այս չկա, ու դե չկարանու ամբողջությամբ աշխատեք։ Իմով է ձեր ձեռքը բռնել։ Ուրեք գաղափար, գտեք համախոհներ, փորձարկեք։ Հաջորդը, այս ամենը անելով դուք արդեն կառույց եք հիմնում, աշխատող, այսպես ինքնուրույն գործող մի կառույց, որտեղ ձեր պատկերացրած նոր որակի պետության փոքր մոդելն է աշխատում։ Ու ես էլ որ գալիս եմ, տեսնում եմ, ինչ է կարել, ընդհանուր ասում, ինձ եք ընդունեք ձեր շարքերը, ես դառնում եմ ձեր գաղափարակիրը, ձեր պաշտպանը։ Հիմա պատկերացրեք, սա արել եք, այս ինչ որ ասեցի, շուտ սկսել եք, ես անհիշելի ժամանակներից առաջարկում, թեկուզ այսօրը սկսվի, անելու գալիս է ընտրությունների օրը և դեպքում դուք ընտրությունների օրը այս պրոցեսը, որ իրականացնում եք, նրանք ովքեր որ ձեզ քվե են տալի, նրանք ձեր անհողդողտ աջակիցներն են, որովհետև տեսել են, գալիս են ձեր կառույցից ձեզ ընտրելու, իրանք աննահանջ մարդիկ են։ Հիմա այս ձևերով, որ գնում եք ընտրություն, հետո ասում եք, մեզ 300,000 մարդ քվե է տվել, այդ մարդիկ ձեր նվիրյալները չեն, պահի տակ ձեզ քվե են տվել։ Ինչ որ մեկին չուզելով ձեզ քվե են տվել, ու հետո որ դուք ասեք դուրս եկեք չեն գալու, որովհետև նրանք պահի տակ ձեզ քվե են տվել, ձեր գաղափարակ, ձեր զինվորը չեն։ Հասկանում եք, հիմա այսպես որ դուք աշխատում եք, դուք ունենում եք ձեր այսպես զորքն եք ունենում ընտրողների, որոնց հետո հեշտ է աշխատել։ Հաջողության դեպքում, եթե դուք հաջողում եք, ասած եւ կադրեր եք ունենում, եւ իր այս նորը խորը իմացող աջակիցներ եք ունենում, նորը իմացող այդ նորը որ դուք պետք է բերեք, դա իմացող խմբեր եք ունենում, ցրված երկրի տարածքում եք, շատ հեշտանում է ձեր մոտ գործանելը։ Ես հիշում եմ 18 թվականի սեպտեմբերն էր մի քաղաքապետ ինձ հրավիրել էր հանդիպման, ցել է 6-7 ամիս, ասում եմ ինչ եք անում։ Դե ասում եմ սպասում ենք որ այս նոր իշխանության, ասեն մենք ինչպես անենք։ Ասում եմ ձեզ ոչինչ էլ չեն ասելու, հետո իրենք էլ չգիտեն, ու այդպես էլ չասեցին։ Իսկ այս դեպքում որ դուք գնում եք, ընդհանրեք բարեբախտաբար եկաք իշխանության, համարյա բոլոր քաղաքներում ձեր այդ խմբերը ունեն, եւ ասում սա է նորը, մյուսներին ներգրավում եւ գնում եք առաջ։ Բայց ես ասացի, քննում ենք, եթե չի ստացվում, այդ դեպքում դուք ունեք կառույց, դուք ունեք համախոհներ, որոնք ինչ որ մի կառույցի փակ համակարգի մեջ ապրում են, պաշտպանված են, ճիշտ արժեքների հիման վրա են, այս մարդիկ ոչ թե մեջքի վրա ընկնում են, այլ շարունակում են իրենց գործը, դեռ նույնիսկ ուրիշները, որ փող են ծախսել, ակտիվացրել են այդ մարդկանց, ու իրենք չի հաջողը պիտի գահավիժեն, տեսնում են այստեղ ինչ որ մարդկային խումբ կա, որոնք այլ արժեքներով են ապրում, իսկ այդ արժեքները հմայիչ են, իրար օգնում են, հասնում են, իրենք են ուզելու գան ձեր մոտ։ Եվ հետևաբար ստացվելու է, որ նույնիսկ եթե չի հաջողվում, պլան ան չի աշխատում, դուք ինչ որ աստիճաններ, դուք հոսք եք ստեղծում, որը երկրին կարատանի դեպի դրական փոփոխությունների, իսկ եթե սա չեք անում, ու չի հաջողվում, ասեք, պլան ան չի աշխատում, դնելու են ինչ որ միշտ եղել է գահավիժում, այդ մարդիկ արդեն պարփակվել են ու գուցե դա վերջնական, որովհետև այն մյուս կողմը արդեն աշխատել, ձեզ թույլ չեն տա որ դուք անգամ ընտրությունների գնաք, ես սա իմացեք։ Եթե սա էլ չանեք, դուք պետք է ներքևի ձեր հայկական ազգակիրների կառույցը սարքեք։ Սա պիտի անեք եւ ոչ թե գնաք շրջաններ ընկած մարդկանց հետ հանդիպում եք, ես դեմ չեմ դրան, բայց դրանք արդյունավետ չեն։ Հալեսեցին այդ մարդիկ ինչով են կապվելու ձեզ հետ, միայն գաղափարով։ Եթե դուք իրենց ցույց չեք տալի ձեր այդ մոդելը, որ ասեք արի մեզ տես, որ դու գաս այստեղ, սա կլինի նույնիսկ մի ինչ որ ժամանակ էլ մտնի ձեր այդ միկրոպետության մեջ դրա դրական կողմերը տեսնի։ Ես ասեմ դες հիմա ես փոքր ինչ որ ասում եմ, նաև անում եմ, մարդիկ որ գալիս են, ես զգում ինչպես է իրենց աչքերը փայլում։ Իրենք զգում են որ մենակ չեն, իրենց նմաններն էլ կան։ Ասենք մշակութային միջոցառում է։ Ինքը գնում աչքերը փայլելով զգում մենակ չի։ Իսկ հիմա դուք սա չեք անում, նա դեռ գահավիժեցնեք, վերջ էլ չեք կարողանալու գտնել այդ մարդկանց, որ դուրս բերեք։ Հիմա ինչ որ ես ասում եմ, սա նոր բան չի, ես չեմ հնարել։
Սրա փորձերը կան համաշխարհային պրակտիկայից, ես որ ասում եմ, ուրիշները արել են այդ օրինակները, ասել եմ, հիմա նորից չասեմ, էլ ավելի հետ գնանք մեր իրականության մեջ, այն ինչ որ ես ասում եմ, էլի նորություն չի, նույն Գարեգին Նժդեհի գործերը, որ կարդում եք, նույն իրավիճակն է եղել 100 տարի առաջ, ինչ որ հիմա, եւ ինքն էլ քննելով, զարզանտվելով, ասել է, սկզբից ցեղը կարողները իմի են գալիս, այն ինչ որ ես ասում եմ, ազգակիները իմի են գալիս, միաբանվում ինչ որ մի կառույց են սարքում, դիմակայելու, պաշտպանվելու եւ այլը, հղկում են, հետո նոր ինքը ասում էր, հետո նոր, որ դու արդեն կայացաք, արդեն դուրս եք գալիս, մի քիչ փորձում եք ընդլայնվել, ժողովրդի այլ շերտեր էլ կան, որոնք ասենք որոշակի որ աշխատեք, դες կգան դեպի ձեզ, այ սա է առաջարկում, ու սա պիտի արվի այսօրվանից, քաղաքական դաշտը պիտի անի, եթե քաղաքական դաշտը չի ընկալում, դա չի նշանակում, որ պիտի ասենք վերջ չեն անում, որտեղ սա ճակատագրական է, եթե իրենք չեն անում, մենք պիտի անենք, ու իմ առաջարկն է ձեզ, հարգելի ազգակիրներ, եկեք անենք սա, որովհետև նորից եմ ասում, եթե սա չի արվում ու չենք էլ հաջողում, այդ դեպքում ես չգիտեմ հետո պատմություն կլինի թե չէ։ Ու եթե հաջողի էլի մեծ խնդիրներ է լինելու, եթե մենք սա չենք անում, ասացի կադրեր, նոր եւ այլը, ու լիքը հակառակում դեր ունենք այդ պարտված, եթե հանկարծ հաջող այդ պարտվածները պետք է նորից ծեփ խրեն մեր մեքենաների անևների մեջ, իսկ մենք բეხաբար անտեղյակ կնենք օտար բառ օգտագործելու համար։ Եվ որպեսի սարը տեղի շարժվի, ես ձեզ ինչ եմ որդորում։ Եթե հետաքրքրել է ձեզ, ուզեցի ձեզ, սարսափեցրի ձեզ, եկեք անեք այդ գործը։ Անշահ խնդրորեն, այստեղ ասեցում, շահ չկա, Աստված գիտի մենք կտեսնենք, թե չէ, բայց եթե մենք չենք անում, մեր տեսակը վերանում է։ Ազգակիների միություն անունով խումբ եմ ստեղծել, Facebook-ում կա, YouTube-ում, Edge-ում եմ, այդտեղ տեսանյութերը կդնենք, Telegram-ում, հիմա շուտով ռուսական ինչ է կա, YouTube-ում էլ Edge ունեիք ակտիվացնել, որտեվ Ռուսաստանի մեր հայերը խնդիրում են այդ մուսալիքների հետ կապված եւ առաջիկայում արդեն կոնկրետ քայլերի կանցնենք։ Ես դրա փակելով սա ընդհանրապես ինչպես ասում են կապ չունի երկի հետ, բայց ասում եմ որ բռնի, ես շատ եմ նայում քաղաքակիրթ աշխարհի ինչ ուզում են քարշ տանել այն կողմ երկրին։ Ես դեմ չեմ քաղաքակրթությանը, բայց երկու դեռ կարդամ եւ եզրափակենք հաղորդումը։ Տրամփ ես եմ որոշելու Իրանի հաջորդ ղեկավարին։ Սա ձեր քաղաքակիրթ աշխարհն է։ Մի երկրի ղեկավար պիտի որոշի թե ով պիտի այնտեղ լինի, ու հիմա գիտեք թե ինչ են անում, ու ինչի համար են անում, ժողովրդավարություն այդ մարդկանց ազատել, հա? Դες այդպես են, չէ՞, բանկախում մակարոն։ Հիմա ես կարդում եմ մի հատ ամերիկյան դեպուտատի խոսք, Լինսի Գրեմ։ Մենք պատրաստվում ենք ոչնչացնել այս մարդկանց իրանահողին, հավասարեցնելու ենք։ Ժողովրդին էլ հետը։ Այսա ձեր քաղաքակիրթ աշխարհը, ժողովրդավարություն բերենք, մարդկանց ազատենք, հողին որ հավասարացնենք, ինչ ազատություն։ Եկեք նաև մեր շուրջը նայենք, որպեսզի հասկանանք չգնանք գայլի բերանը։ Ես այսպես մի բան որ ասում ես, իչոք մագդիր են դնում։ Բոլոր կողմերը նայեք, տեսեք ինչպես անենք, որ մեր գոյությունը պահենք։ Սա է հարցերի հարցը, տեսակը պահենք։ Մտածեք։ Այսօր համար այսքանն է նախատեսել, միշտ օր հանդիպում։